Հաջորդիվ, ուրեմն տեսեք, լրագրողներից մեկի հետ հարցազրույցի ընթացքում կարելի է այդպես ասել, ասեցիք, ինձ մի հատ փոս ցույց տվեք, որ 2024 թվին արվել է ու էլի փոս է մնացել։ Ու նենց շատ զարմացած էիք, որ տենց բան հնարավոր չի որ լինի։ Ես գնացի, նկարեցի, ենթադրում եմ դուք կամ համապատասխան վարչությունը տեսավ, ու հիմա նույն տեղը անում են էլի ասֆալտ, այսինքն դա ինչ է նշանակում, անցած տարի դա 3 անգամ նույն տեղը ասֆալտ են արել, այս տարի գնացել նորից նույն տեղը էլի ասֆալտ են անում։ Ինչ է ստացվում, սա եթե ռեսուրսի անիմաստ վատնում չի, էլի, կամ վատ աշխատանք կատարել չի, կամ վատ հսկողություն չի, կամ են տեղհսկողության հարցը, որ անընդհատ բարձրացնում եմ, դրա արդյունքը չի, որտեվ տեղհսկողության հարցը, եկեք մեկընդմիշտ պարզաբան ենք, էլի, որ նաև ՔՊ ավականիներն էլ տեղից չգոռան, որ դա օրենքով է կարգավորվում, միայն օրենքի խնդիր է, չափորոշիչ փոխելով կարելի է այդ հարցը լուծել, ընդամենը չափորոշիչ փոխելով, դա օրենքի նախագիծ չի, դա ավականու նախագիծ չի, ընդամենը հրավերի մեջ բան է փոխվելու։ Հիմա պարոն Ավինյան, ինձ ասեք, որ դուք ոնց եք դա որակավորում, էլի, այսինքն 24 թվականի ասֆալտը եւ շարունակելով միանգամից որ էլի ձեզ ուղղված լինելու հարցը, եթե ելույթս լսել եք, ես ասում եի նախնական թույլտվության հետ կապված, որ հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստանում, գալիս է ավականու նիստ, դուք ավականու նիստերի օրակարգից հանում եք, դա շմագ օրենքի 16-րդ կետով, կամ 6-րդ հոդվածի 16-րդ կետով կարծեմ, գնում է որպես դրական, այսինքն ստացվում է, որ դուք կոպիտ ասած գարանտիայով նախնական թույլտվություն եք տալիս, դե հետո շինթույլտվությունը արդեն տեխնիկական հարցեր է, էլի։ Հիմա ստեղ էլ երկրորդ հարցն է առաջանում, արդյոք դուք դրա համար գումար վերցնում եք, թե չեք վերցնում, որ այդպես ապահովագրված կարողանում եք շինթույլտվություն կամ նախնական թույլտվություն տալ։ Շնորհակալ եմ երկու հարցերի համար էլ, պարոն Իսկանդարյան։ Ես, գիտեք, կարող եք չպատասխանել ձեր հարցին, որովհետև առաջին հարցից ձեր մեջ բերած իմ խոսքը արդեն իրականությանը չի համապատասխանում։ Դուք ձեր նախադասությունը կդժվարանան վերարտադրել, բայց ես կարող եմ ասել այն ինչ որ ես եմ ասել։ Ասել եմ Ժորժ ջան, նախորդ տարի Երևան քաղաքում իրականացվել է 50 կիլոմետրից ավել միջին նորոգման աշխատանքներ։ Պարոն Իսկանդարյան, ուրեմն ասֆալտապատման աշխատանքները բաժանվում են մի քանի տեսակի։ Կա փոսալցման աշխատանքներ, կամ միջին նորոգման աշխատանքներ, կան հիմնանորոգման աշխատանքներ, որոնք որ արդեն պահանջում են նաև նախագիծ։ Որոշ դեպքերում միջին նորոգման աշխատանքների դեպքերում էլ է լինում նախագծային որոշակի փաստաթղթավորում։ Ես խոսել եմ միջին նորոգման աշխատանքների մասին, որ կրեք, պարոն Իսկանդարյան, որևէ միտեղ, եթե մենք փոսը լցնենք եւ դրա մոտակայքում եւս մեկ այլ փոս առաջանա հաջորդ տարի կամ նույնիսկ նույն տեղում, այդտեղ այո, տենց բան հնարավոր է։ Ես ասել եմ Ժորժ ջան, 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանք արվե։ Այդ 50 կիլոմետրում որտեղ է խնդիր արձանագրվել։ Իմ ամբողջ ասած իմաստը այն է, որ մենք որակական նոր մակարդակի աշխատանքները պետք է բարձրացնենք եւ բարձրացրել ենք։ Այդ ենք անում մենք հիմա։ Ինչ վերաբերում է ձեր ակնարկին, պարոն Իսկանդարյան, արդյոք ես որևէ շինթույլտվության համար կամ որևէ այս տեսակի գործի համար գումար ստացել եմ, ստանում եմ, գիտեք, ձեզ ակնարկով կպատասխանեմ, ավականու գործունեությունը հասարակական գործունեություն է եւ ես վստահ եմ, որ դուք առանց ֆինանսավորման օրնիբուն աշխատում եք երևանցիների շահերը պաշտպանելու համար։ Խնդրեմ, արձագանք։ Ուրեմն շատ հետաքրքիր պատասխան էր։ Կա փոսալցման աշխատանք, միջին նորոգման ու հիմնանորոգում։ Ենթադրվում է, որ այդ աշխատանքներն էլ իրարից տարբերվում են քառակուսի մետրի չափերով, հա, այսինքն կոնկրետ մի փոսի առումով, օրինակ, եթե մի քառակուսի մետր է, ապա դա փոսալցում է, եթե օրինակ 50 կամ 100 քառակուսի մետր եւ ավել,
օրինակ միջին նորոգում, եթե հողային աշխատանքներ են կատարվում, չգիտեմ, խիճ է տեղադրվում եւ ավազ, դա հիմնանորոգման աշխատանքներ են, նաեւ եզրակարեր եւ այլն եւ այլն։ Տեսել ենք ոնց է ասֆալտանում։ Բոլորն էլ տեսել ենք, հանդելել ենք մատով, ճկույթով։ Բայց հիմա այն որ խոսում եմ ես ասֆալտից, խոսում եմ այդ նրա համար, որովհետեւ այնտեղ չեք արել փոսալոցում մեկ ու նույն փոսն եք նորից քանդում ու անում։ Անցած տարի նույն տեղը, նույն փոսը 3 անգամ եք արել միջին նորոգում։ Այդ 50 տոլի 52 կիլոմետրի մեջ որ դուք ասում եք, նույն փոսի մասին է խոսքը։ Ու այս տարի էլ եք նույն փոսը։ Ես գոնե հույս ունեմ, որ այս տարի գարանտիայով են այդ գործը անում։ Գոնե դրա հույսն ունեմ, որ դրա համար էլի պետ բյուջեից փող դուրս չի գրելու խոսքը, օրինակ Լերկամսար փողոցում գտնվող այդ ասֆալտապատման աշխատանքների մասին է։ 33 դրոպ 3 հա կարծեմ շենքի դիմաց։ Այն որ ասում եք մենք առանց վարձատրության տքնաջան աշխատում ենք, պարոն Ավինյան, այստեղ դուք շատ մի հատ կարևոր նյուանս ասեցիք, բայց ձեր ԿՊ ավականիները երբ են տքնաջան աշխատելու։ Մենք ճիշտ է տքնաջան աշխատում ենք, ու այո, ամեն մեկս մեր նաև զբաղմունքը, աշխատանքը ֆինանսական միջոցների մուտքեր ունենք, որովհետև նաև պետք է ապրենք։ Բայց որ ԿՊ ավականիներն էլ տես տքնաջան աշխատեին, թող ֆինանսավորումն էլ ոչինչ, մի ձև յոլա կտանեին, որովհետև մեր ավականու նիստերը, հանձնաժողովի նիստերը նշանակում են միշտ ժամը 7-ին, 6-ից հետո համենայն դեպս, որ աշխատանքից բոլորը գան հասցնեն, թեկուզ մենք էլ ինչքան էլ պայքարեցինք, կամ ուզեցինք, որ ավելավճար տան զեկուցողներին։ Լավ, եթե ուզում եք սրան էլ արձագանքեք եւ ես կհնչեցնեմ երկրորդ հարցս արդեն։ Դուք երկու հարց հնչեցիք։ Չէ, երկու հարց ես դրա համար ասեցի, եթե երկու հարցը մեկում տեղավորվում է, տենց են հնչեցնում։ Երկու հարց արդեն հնչեցրեց։ Ես ձեզ կպատասխանեմ հիմա նաեւ ձեր այն հարցին, որ չքննարկեցինք, մասնավորապես շմակ փորձաքննությունների մասով եւ ավականու նիստով դրանց անցնել կամ չանցնելու մասով։ Պարոն Իսկանդարյան, ուրեմն ասեմ հետևյալը, նախկինում, երբ որ հանվում էր շմակ փորձաքննության նախագիծը նիստից, նախկինում հանվում էր դա որևէ կերպ չէր ազդում այդ շմակ լսումների արդյունքի վրա, այսինքն շմակ լսումների արդյունքով եթե եղել էր դրական եզրակացություն, մենք եթե բացասական եզրակացությամբ ընդունեինք նիստով կամ եթե հանեինք նիստից, միևնույն է շմակ փորձաքննության դրական լսումներով ինքը այդ նույն տրամաբանությամբ գնալու էր համապատասխան բոլոր ընթացակարգեր անցնել։ Հիմա մենք սկսել ենք չհանել, պարոն Իսկանդարյան, մենք նիստից չենք էլ հանում այդ հարցերը, որովհետև մեր իրականության մեջ որևէ բան չի փոխվում։ Եվ եւս մեկ անգամ հիշեցնեմ, հարգելի գործընկերներ, շմակ փորձաքննությունների լսումների այս process-ը միշտ չի, որ ուղիղ փոխկապակցված է այն վերջնական նախագծերի հետ, որոնք որ կարող է հաստատվեն քաղաքապետարանի կողմից, կարող է չհաստատվեն քաղաքապետարանի կողմից։ Վերջին արձագանք։ Վերջացրեք, վերջին արձագանք։ Լավ, վերջին արձագանքով ուրեմն այդպես կասեմ, տեսեք դե պարոն Ավինյան, եթե ես ձեր պատասխանից թեկուզ խճճված էր շատ ակնարկներով եք պատասխանում, ուղիղ չեք ասում փող վերցնում եք թե չէ, բայց եթե ենթադրենք, որ դուք դրա համար գումար չեք վերցնում, ես ավականու օրակարգերի նախագիծ եմ ներկայացրել, որը որ ենթադրում է այդ ռիսկից խուսափել, այսինքն այն 16-րդ կետով որ գրած է, որ պետքա լինի որոշումը չլինելու դեպքում, այսինքն նիստերի օրակարգից հանելու դեպքում դա գնում է որպես դրական։ Լոգիկան դրանում է, իմ ասացի, ես նախագիծ եմ ներկայացրել, կարծում եմ դուք էլ կարող եք կարդալ այդ նախագիծը, հարցերի դեպքում իհարկե կպատասխանեմ եւ ձեր ավականիներին էլ, ԿՊ ավականիներ նաեւ հորդորեք, որ կողմ քվեարկեն այդ նախագծին, որտեվ դուք այդտեղ ենթադրում եմ ռիսկայնություն չեք տեսնում, եթե անձնական շահ այդտեղ չունեք։ Ես այդպես եմ դրան որակում ու նաև տեսեք, մեկ էլ Լևոն Հովհաննիսյանը ու Տիկին Վարդանյանը շատ էին խոսում, որ գազելի տերերները գերշահույթներ էին ստանում։ Ես անցած նիստին կամ նախ անցած նիստին դրա հետ կապված հարց բարձրացրեցի ու չթողեցիք, որ Տիկին Վարդանյանը պատասխանի։
Հիմա ենթադրում եմ այդ հարցին թեկուզ թող Լևոն Հովանեսյանը կարա պատասխանի, որովհետև ինքն էլ է գազելի մասին շատ խոսում հանձնաժողովի նիստի ժամանակ։ Այսքանով ես Շնորհակալ եմ, պարոն Իսկանդարյան, գիտեք կոռուպցիայի վերաբերյալ դասեր, կարծում եմ կարող եք վերցնել ձեր քաղաքական լիդերներից եւ առաջնորդներից, ովքեր որ այդ համակարգի հիմնադիրներն են այս երկրում, եւ իրականում ես մի բանում վստահ եմ, պարոն Իսկանդարյան, կոռուպցիոները դա մարդու տեսակ է։ Եվ իրականում այդ մարդու տեսակը կարա ժամանակի ընթացքում այո համակարգը իրեն այնպես վերափոխի, որ այդ տեսակը ամբողջապես ձևախեղվի եւ մարդը դառնա կոռուպցիոներ, բայց եթե կոռուպցիայի վերաբերյալ ձեզ որևէ բան հետաքրքրում է, ես ձեզ վստահեցնում եմ, ձեր քաղաքական շրջապատում դուք դրա վերաբերյալ մանրամասն տեղեկացումը կարող եք ստանալ։ Արշակ Սարգսյան։ Պարոն Ավինյան, նախ կոռուպցիայից որ խոսում եք, հիմա այդ թեմային անդրադառնամ, նոր իմ հարցերը տամ, 7 տարվա իշխանություն եք, այդ կոռուպցիոն սխեմաները հիմա պիտի բացահայտած լինեիք, գույքի բռնագանձումից եք խոսում վերցրած լինեիք, կոպեկ տայիք ժողովրդին, ոնց որ խոստացել էիք, բայց միջև այս պահի ես նման բան չեմ տեսել, բայց հիմա այդ չեմ մտնի ավելի խորը թեմայի մեջ, անդրադառնանք շատ կարևոր մի հարցի, կարծում եմ բոլորիդ կհետաքրքրի մանկական երկաթուղու ճակատագիրը, ինչպես գիտեք, ապրիլ ամսին տրված վարձակալության պայմանագիրը, որ կոպեկներով տրվել էր 14 դրամով, վերջացել է, խոսում էիք հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ պիտի տակ, ֆլորայից, ֆաունայից էիք խոսում, որ այդ ամենը արձանագրել եք, հիմա ուզում հասկանամ